Նախագահը պետք է օրինական, իրավական, դե յուրը ինչպես ասում են ճանաչի որպես նախագահ։ Սա է միակ ճանապարհը, որը կարող է մեր պետությանը տալ զարգացման հեռանկար, մեր երեխաներին խոստանալ ապագա եւ ձեզ արժանապատվություն։ Մենք եղել ենք մի շարք շրջաներում։ Իսկապես ընտրություններից հետո մեզ համար շատ կարևոր էր, որ լինեինք մարզերում, քաղաքներում եւ արտահայտենք մեր տեսակետը եւ ամենակարևորը որ ժողովուրդը ինքը պահանջեց որ մենք հետեւական լինենք։ Կրկնում եմ, այսօրվա իրականության յուրահատկություններից մեկը մեր քաղաքական մշակույթի, որ ոչ թե մենք ենք ուզում, այլ նաեւ ժողովուրդն է, ոչ միայն մենք ենք ուզում, այլ ժողովուրդը ինքն է մեզ պարտադրում որպեսզի տեր կանգնենք այն ձայներին, որը տրվել է ժողովրդի կողմից, եւ մենք ասում ենք որ տեր կկանգնենք։ Այս միտումնավոր է թե իսկապես այդպես է։ Մի խոսքով սիրելի ժողովուրդ, Գեղարքունիքի մարզը ցավոք սրտի անպաշտպան մարզը գտնվեց, որովհետև ամենաշատ արտակարգվածները Գեղարքունիքի մարզից են, բայց պարզվում է ամենաշատ քվեարկողները հենց Գեղարքունիքի մարզից են։ Սա պատիվ չի բերում այս։ Այսինքն Սերժ Սարգսյանը գրանցել է 58% այն մարդկանց աշխվին, ովքեր գնացել են Հայաստանից, գյուղերից, որպեսզի մի կտոր հաց վաստակեն Ալտայներում, Ամերիկաներում, Եվրոպաներում, Ռուսաստաններում եւ դա հնարավորություն է տվել, որպեսզի կերծեն ընտրությունները, օրինակ գյուղեր կան, որտեղ գրված է, որ մոտ 95-100% մասնակցել են ընտրություններին, ծաղելի է։ Մենք ուսումնասիրել ենք այդ գյուղերը, պարզվում է, որ 40% ընտրող գոյություն չունի այդտեղ։ Մի խոսքով մենք իրավունք չունենք համակերպել այս իրականության հետ, մենք իսկապես պատասխանատվություն ենք կրում մեր պետության եւ երեխաների ապագայի համար եւ մենք այսօր այցելելով Սևան, Գեղարքունիքի մարզ եւ Սևան, մեր նպատակն է որպեսզի ժողովրդին ասել, ժողովուրդ այս շարժումը անկասել է, կան մարդիկ, կան պաշտոնյաներ, որոնք ուզում են խոչընդոտել, կան օրգաններ, որոնք ուզում են խոչընդոտել, նրանք մեղք են, խեղճ են։ Ես խղճում եմ նրանց, որտեղ չեն հասկանում ինչ է կատարում, որտեղ չեն հասկանում, որ իրենք իսկապես խոչընդոտում են այս պետության զարգացումը։ Նույնիսկ չեն հասկանում, որ այս պայքարը ոչ այնքան ձեզ համար, ինչքան իրենց երեխեքի համար, որ իրենց երեխեքը նորմալ պետության մեջ ապրեն։ Բայց դե գիտեք, ցավոք սրտի պատմականորեն մենք ունեցել ենք մարտիկ մեր պետության ներսում, որոնք ստրկամիտ են, ստրկությունը գերադասել են նորմալ ապրելուց։ Նրանք ովքեր, կրկնում եմ, նրանք ովքեր խոչընդոտում են հանդիպմանը, վախեցնում են ժողովրդին, նրանք ստրուկներ են, նրանք ցանկացած բանի այս պետություններ կվաճառեն, ինչպես պատմության մեջ եղել է։ Այդ ստրուկներին պետք է ասենք, որ դուք խոչընդոտում եք մեր պետության ընթացքը։ Եվ մենք եկել ենք որ դա ձեզ փոխանցենք։ Մեզ հետ այսօր գիտեք, որ շարժմանը միացել են տարբեր քաղաքական ուժեր, Հայաստան Դաշնակցությունը, Սոցիալիստական կուսակցությունը, նաև վերջերս մեզ միացավ, երևի դուք հիշում եք, հրաշալի պատգամավոր ունեինք, Զտարյուն Աբարանցի բնակուր տաղանդավոր տղամարդ, մեր մանուկի գլխավորությամբ ստեղծվեց այդ կուսակցությունը եւ այսօր այդ կուսակցությունը իսկապես ունի ժառանգորդ, այդ ժառանգորդը իր որդին է Մանուելն է եւ ես Մանուելին եմ փոխանցում խոսքս։ Մանուել ջան, ուր ես։ Բարև ձեզ ժողովուրդ ջան։ Ճիշտ է, այսօր բոլորդ եկել եք, հավաքվել եք ժողովուրդ ջան։ Նախապես շնորհակալություն եմ հայտնում, որ չեք թողել մեզ մենակ։ Իհարկե այսօր շատերը եկել եք լսելու պարոն Հովհաննիսյանին։ Ես կուզենայի մի քիչ երևի պարոն Հակոբյանին խնդրենք միգուցե մի փոքր ընդհատենք, մինչև Ռաֆի Հովհաննիսյանը այնտեղ, չէ, նորմալ է։ Ուրեմն ժողովուրդ ջան, խնդրանքս ինչ է։ Եկել ենք ձեր օջախը, ձեր տունը, ձեր դուռը, նախ ոտերս խերով լինի։ Երկրորդը ուզում եմ ձեզ խնդրեմ, որ միշտ դուք եղել եք հյուրասեր, ձեր տաղանդավոր ժողովուրդը, որը այսօր գտնվում է մասնատվել է, գտնվում են կեսարտ երկրներում, զբաղվում են այնտեղ իրանց արտաքն աշխատանքով, կփորձենք մեր ներսում եղած ժողովրդով կարողանանք մեր ոգին բարձր պահել, կարողանանք մեր արտաքն աշխատանքի, ինչպես նաև դրսում արդեն կացարան գտած մեր ժողովրդին հետ բերել, իրանց օջախների գլխին կանգնեցնել, փորձենք այդ երիտասարդները, որոնք գնացել են ոչ
լավ կյանքից, գնացել են մի կտոր հաց վաստակեն։ Այդ հացը իրենց հալալ լինի։ Իհարկե, այսօր բոլորի համար է դժվար։ Մի տնի շենք մի օրի ենք, Ժողովուրդ ջան։ Ցավասել ունենք դժվարություններ, բայց կարևոր է այդ ոգին, որը կա այսօր ժողովրդի մեջ, դի փորձենք ժողովրդի ոգին բարձր պահելով, հաղթած այս ժողովրդին, հաղթանակներ կրած ժողովրդի, Սարդարապատից սկսած Բաշաբարանի, Ղարաքիլիսայի, ժողովուրդը, որը կրել է այդ պատերազմը, հաղթանակած Բարդ շակատով կարողացել է ճակատամարտ տալ, այսօր ապացուցելու է, որ ինքը են կռացող, են ճղճին ժողովուրդը չի, ունի են փասիպը, ունի են ինքնասիրությունը, որ ինքը իր ներսում պետք է ամրագրի հաղթանակը, և որևիցե մեկը թող չկասկածի, որ պարոն Հովհաննիսյանը այսօր ունի այդ թիմը, ունի այդ հաղթական վճռականությունը և ժողովրդին պանելու հաղթանակած են ավարտին, որը որ տարիներ շարունակ, ինչպես նաև դարեր չի տեսել մեր ազգը։ Ունենք մի բան, ունենք համախմբվելու վճռական կամք և բոլորս ձեր հետ միասին պետք է կարողանանք թև ու թիկունք լինել, պարոն Հովհաննիսյանի շուրջը համախմբվել և մեր հաղթական այս ավարտը հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Ընտրությունները գալիս և գնում են, յուրաքանչյուրս հասկանում ենք, որ այն մանր էժանագին ձևերով նյութական այդ հոգևորսությամբ պետք է չտրվենք այդ հոգևորսությանը։ Մի կտոր հացը չփոխարինենք մեր վաղվա օրվա ապագայով։ Մենք պետք է ունենանք փասիվ, ինքնասիրություն և վաղվա մեր սերունդերին փոխանցելու բան։ Մենք մեր սերունդերի առաջ ունենք պատասխանատվություն։ Լավ վատ, դժվար, հեշտ ապրեցինք այս 20 տարին, ամեն ինչ տեսանք։ Ճիշտ է, ես երիտասարդ եմ, բայց եկեք համոզված եղեք, որ 37 թվականից մեր պապերին, որ աքսորել են, չեն կարողացել իրենց կամքը կոտրել և իրենք հաստատում մեր հողն ու ջուրը փոխանցելով մեզ, փորձել են մեզ ինչ-որ մի թիզ հող թողել և այս թիզ հողը յուրաքանչյուրս կարողանում ապրել մեր հողը ջրում և սերունդ փոխանցած լինենք մեր զավակներին, մեր որդիներին, մեր հետորդերին։ Ունեցեք վճռականություն և շնորհք ունեմ ձեզ։ Մեր երևանցիներին պարոն Հովհաննիսյանի այս հաճախակի հանքարշավը բերել է հաղթանակ ոչ միայն Սևանում, Բավարում, Դիլիջանում, Միջևանում, այս վճռական հաղթանակը միասին տոնելու ենք Երևանում։ Շնորհակալություն բոլորից հետ, որ այս դժվարին ժամանակներին կարողանում եք ձեր մեջ ուժ գտնել, կարողանում եք համախմբված, միավորված, որ մասնակցեք այս հանրահավաքին։ Շնորհակալություն բոլորիդ։ Ժողովուրդ, երբ կարծնասի պարզում է որոշ օրգաներ այսօր ներկայ են այս մեքենայի ազգանշաններով, որ չունեք դրիեք ներկայ են։ Երեկորդը, մինչև նախագահի խոսքը փոխանցել է մի արցի ուժանադառնալ, որտեղ շատ դա սկզբունքային է գեղարքնի երբեմն նկատի ունենալով Ռաֆի Հովհաննիսյանի ծննդավայրը, Ռաֆի Հովհաննիսյանը ստիպված է եղել Ռաֆի Հովհաննիսյանի ծնողները գաղթել ամերիկացի հասկանությունից հետո և Ռաֆի Հովհաննիսյանը ծնվել է Ամերիկայում, բայց որովհետև մեր քաղաքական հակառակորդները քաղաքական առումով ոչինչ չունեն ասելու, բանավիճելու, ասում են, որ Ամերիկայից է ուրեմն Ամերիկան է, ավելի անեթեթ, ավելի տգետ, ավելի անիմաստ մեկնաբանություն դժվար է պատկերացնել։ Իվան ստակ է, մեր ժողովուրդը պատմականորեն Ռուսաստանը դիտում է որպես իր ռազմավարական դաշնակից, որևէ մեկի համար դա գաղտնիք չի այդտեղ նաև Ռաֆի Հովհաննիսյանի համար, բայց նաև կարևոր է հասկանալ, որ մենք Ռուսաստանի վասալը չենք, մենք գործընկերներ ենք, ռազմավարական գործընկերներ, և Ռուսաստանի հիմնական ուժերը այդպես էլ մեզ ընկալում են, այնպես որ բոլոր նրանք սա ասվեց և Մարտունիում և Գավառում, բոլոր նրանք ովքեր ուզում են շահարկել դա պայմանավորելով Ռաֆի Հովհաննիսյանի ծննդավայրով, ուղղակի իրենք ոչինչ չունեն, ուրիշ փաստարկ չունեն, բայց մենք ասում ենք, որ
մեր ազգը իր գենետիկ կարողություններով, իր գենետիկ պատմության մեջ ասել է, եւ նա էլ ասում է Ռուսաստանին, որ ձեր դաշնակիցը ոչ թե իշխանությունը, օրվա նախագահը, այլ Ռուսաստանի դաշնակիցը այլ ժողովուրդն է, եւ Ռուսաստանը պետք է հաշվի նստի այս ժողովրդի հետ, նրա մոտեցումների հետ։ Ասեմ, որ առաջիկայում, այսինքն, եթրակը ներկա լինի, մաշինը որ օրգանի ներկայացուցիչն է ներկայացնում։ Ասեմ, որ վաղը ժամը 5-ին մենք Երևանում ունենալու ենք հանրահավաք։ Հանրահավաքում կլինեն բավականին լուրջ հայտարարություններ Ռաֆի Հովհաննիսյանի կողմից, եւ ընդհանրապես այս անթարշավը բոլոր քաղաքներում այդքան նաեւ Հանրապետության հրապարակում շարունակվելու է։ Ձայնը տրվում է Ռաֆի Հովհաննիսյանին։ Բարև Սևան։ Ինչպես եք, լավ եք այսօր։ Ես էլ շատ ուրախ եմ, որ մենք միասին ենք հարգելի հայրենակիցներ Սևանում Ուրեմն, ոչ մի մարդի մեկ, ես չգիտեմ մեկ ուղարկել է այս հայրենակցին, թե չէ։ Ուրեմն, դուք ձեր խոսքի իրավունք ունեք հայրիկ ջան, կամ եղբայր ջան, բայց ես էլ իմ խոսքը ունեմ։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ, ոչ մի մարդի մեկ, ոչ, որտև ոչ, գիտեք ինչ, արդեն ագնհայտ է դուք որտեղից եք եկել, այո, ուրեմն շատ լավ, ես հարկում եմ ձեր տեսակետը, բայց հայ ժողովրդի մեծամասնությունը ասում է, որ Սևանում, Գեղարքունիքում և Հայաստանում հայ մարդը խեղճ, աղքատ, վախկոտ, իրով է, դուք ունեք աշխատանք, ուրիշները չունեն, ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես չեմ եկել բանավիճելու համար, նկարեցեք, չէ, ես բոլոր տեսակետներին լսում եմ, ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես չեկա այստեղ բանավիճելու համար, ես եկա Սևանում ձեզ բարև ասելու համար, ես եկա այստեղ բարև ասելու համար, և ուզում եմ հրապարակավ, ավելի կարևոր է ձեր խոսքը, թե ժողովրդի կամքը ավելի կարևոր է, քան ձեր և իմ խոսքը միասին վերցրած քույրիկ ջան, ուրեմն, ժողովուրդը փետրվար 18-ին խոսել է, մարտի 1-ը անցել է, մենք հիշել ենք մեր զոհերին, մեր նահատակներին և այևս թույլ չենք տալու, որ մի գաթիլ արյուն հայ մարդուն, հանրապետական է, բարգավաճ է, դաշնակցական է, հագ է, ժառանգություն է, անգուսակցական է, զինվոր, ոստիկան, քաղաքացի, գյուղացի, ոչ մի գաթիլ արյուն այևս, բայց եթե չենք ուզում ոչ մի գաթիլ արյուն, որ մեր երեխաները ունենալու են ուժեղ, իրավ, ապակա, լավ գրթություն, վերադարձ խոբանից, բոլորս միասին պիտի հարգենք ժողովրդի ընտրությունը և ժողովրդի հաղթանակը, ձեզնից ոչ մեկը չի խախտելու և չի գողանալու այդ հաղթանակը այս անգամ, ես հրապարակավ ասում եմ, ձեր քաղաքապետը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, բայց եզակի դեպք է, որ քաղաքապետը եկավ ընդառաջ, ոչ թե խանգարելու, ոչ թե վախանալու, այլ ասելու, որ բարի եկաք, և ես շնորհակալ եմ բարոն քաղաքապետ ձեր մոտեցման համար, շնորհակալ եմ, մենք համաձայն չենք որոշ հարցերում, ինքը ասում է Սևանում պաշտոնական տվյալներով ժողովուրդը վերցրեց 25% ձայն, բարոն Սարգսյանը 75%, ես ասում եմ, որ ոչ 75%, Ռաֆի Հովհաննիսյանը 25%, այդպես բան չի լինի, ուրեմն շատ ագնագիտեք, ձեր ասելով չէ բարոն քաղաքապետ, այնքան կեղծված էին ընտրությունները նույն Սևանում, ադմինիստրատիվ ռեսուրս, մի տեխնազուի համար, դպրոցների, հիվանդանոցների օգտագործում, որ ամոթ է, որ ժողովրդի անունից հիմա ասի, որ 75-25%, ամոթ է, բայց ամոթ լինելով հանդերձ, բոլորս պիտի հարգենք ժողովրդին, զինվորներին, քաղաքապետերին, ով խախտեց ժողովրդի վստահությունը, ով գողացավ ձայնը, հրամանատար է, մարզպետ է, քաղաքապետ է,
ով է լինի ինքը պատասխան պիտի տա։ Ապական ընտրություններում դուք կորոշեք, թե ով է ձեր քաղաքապետը, լավ ծառայեց թե չէ։ Մենք մեր տեխնազում գտանք եւ դուք կորոշեք, թե ձեր քաղաքապետը ով է լինելու։ Ներողություն։ Այնինչ որ ես ասում եմ, չի նստեմացնում այն հարկանքը, որ ես ասացի, որ այդ մարդը եզակի մարդը, որ եկավ։ Եվ մնացած բոլոր քաղաքապետերը նման մոտեցում պիտի ունեն քաղաքացիական։ Չխառնեք իմ ասածը։ Մյուս կողմից ակնհայտ է, որ բոլորը պիտի պատասխան տան, ով խախտեց օրենք, ով զինվորին դարավ ամոթ իրենց, ով դարավ կյանց ընտրության, գերգնագի ընտրության, ուսուցին զանգեց, ասաց ուսուցիչ ջան, եթե դու այսպես չքվեարկես, աշխատանքը կգործնես, նույնը բժշկի, ով այդպես արեց, ինքը պատասխան պիտի տա։ Ձեր մարզպետը, Արարատի մարզպետը, Սյունիքի մարզպետը, Գոտակի մարզպետը, Արմավիրի և Դավուշի, Շիրագի մարզպետի օրինակով պիտի հրաժարական տան և ներողություն կընտրեն, որ իրենք խախտեցին ժողովրդի վստահությունը և գողացան ձայնը։ Ձեր մարզպետը, մինչև ավելի 9 մտածի, առաջարկում եմ, չեմ պահանջում, ժողովուրդն է պահանջում։ Ժողովուրդը բան չի պահանջում, Ռաֆիկ է։ Ուրեմն, ներողություն, եթե ուզում եք բանավեճ, այո, մտենք բանավեճ։ Հիմա կամոյի ժողովրդին հազիվ խսում ես գավառում։ Գավառում ասում եք տղամարդ չկա ես մարդու։ Մեկ էլ եք ուտա։ Հասկանալի է, արդեն հասկանալի է, Ինչ ասում լավ է, ոչ մեկը նման բան չի ասել։ Հիմա, սա ցույց է տալիս սիրելի հայրենակիցներ։ Ներողություն, սա ցույց է Մի րոպե։ Սա ցույց է տալիս։ Սա ցույց է տալիս, որ եթե մեկը խոսում է մարտի 1-ի մասին, անկայունության մասին, արյան մասին, դա մենք չենք։ Ում եմ բերել, որ ինձ, որ խաղաղության կողմնակից եմ, բարձրացնում եմ մեր զինվորին, ոստիկանին, գեներալին, ինձ հետ ուզում են գրիպ տալ։ Քեզ է չեն կռվում, ոչ մեկ Ներողություն։ Քեզ է չեն կռվում։ Տղա եմ բերում իմ վրաս։ Ռաֆիկ, դու վրա տղա չեն Մի րոպե, ով ուղարկեց այս տղաներին, դանում է ժողովրդին սրության, ես թույլ չեմ տալու։ Մի րոպե, ուրեմն յան դվեք, այս պրովոկացիան յան դվեք, որտեղ ես թույլ չեմ տալու։ Դուք ինձ խփեք, ես ձեզ չեմ խփելու։ Ես չեն խփելու։ Խփեք հիմա, որտեղ ես ձեզ չեմ խփելու։ Ոչ ոք ես չի խփելու։ Ուրեմն, ներողություն, երբ որ ամբողջ մարզի ժողովրդի քվեն, զինվորի, քաղաքացու միջոցով գողացվում է, տարբեր մեթոդներով, վարչական ռեսուրսով, հրահանգով, ես իրավունք ունեմ ասելու, որ այո, մենք պետք է հարգենք ժողովրդի հաղթանակը։ Ժողովուրդը խոսում է ժողովրդի անունից, ճիշտ է, ոչ դուք, ոչ ես։ Ժողովուրդը իր անունից է խոսելու եւ փոքրվար 18-ը ժողովուրդը ծնունդ տվեց իրավական սահմանադրական նոր Հայաստանի։ Ես, ինչպես ձեզ ասացի, պարոն քաղաքապետ, ինչպես ձեզ ասացի, հավատալով, որ ժողովուրդը հաղթել է, հավատալով, որ կեղծ են այս թվերը, պատրաստ եմ երկխոսության, պատրաստ եմ ոչ թե ձեզ հետ, պատրաստ եմ լսել մինչև վաղը ժամը 5-ը, Ազատության հրապարակի մինչև իմ ելույթը, լսել ցանկացած առաջարկ, որ պարոն Սարգսյանը ունի անելու հայ ժողովրդին եւ ինձ։ Ես գնացի իմ առաջարկներով, իմ ոտքով գնացի, ինքը մերժեց։ Հիմա հարկիր ժողովրդին։ Ես աղոթեցի ձեզ համար այսօր Վարդենիսում։ Ձեզ համար Սարգսյան Սերժ, հարկելով ձեր հետաքիծը, բայց սա նոր Հայաստան է։ Մեր ժողովուրդը այս վիճակի մեջ չի կարող ապրել, պիտի հարկենք ժողովրդին։ Եվ ես պատրաստ եմ վաղը մինչև ժամը 5-ը լսել ձեր առաջարկը
դղամարդ առ դղամարդ, աչք առ աչք, դվեք այդ առաջարկը ես իմ պատասխանս կտամ, բայց չի կարելի խաղ տալ հայ ժողովրդի հետ, Հայաստանի քաղաքացու հետ, եւ ով խաղ տվեց, կապ չունի անոր Ռաֆի է, Սերժ է, Լևոն է, Ռոբերտ է, Մարզբեդ է, Գրիգորյան, թե չգիտեմ հրամանատար, բոլորս պիտի պատասխան տանք, բոլորս, եւ խնդրում եմ, ես հարկում եմ բոլորի տեսակետները, քաղաքապետից սկսած մինչև այս մյուս անգամ պրովոկատորներին հարկում եմ, նոր Հայաստանում բոլորը պիտի կարողանա ինձ խոսք ասել, քննադատել, ասել դու սխալ ես Ռաֆիկ, բայց Ռաֆին միշտ գալու է եւ ձեր աչքին նայելու է եւ ասելու է որ սա մեր քաղաքն է, սա մեր հայրենիքն է եւ ես էլ ասելիք ունեմ այսօր։ Դրա համար, սիրելի հայրենագիտներ, այսպես ստացվեց։ Ես ես մի բան վստահեցնում եմ, եթե սրություն լինի, դա ինձանից չէ։ Եթե սրություն լինի, դա ուրիշ տեղից է։ Դա այդ տեղից է, որտեղ փորձեցին հերթական անգամ խեղել ժողովրդի ձայնը։ Կողանալ ընտրությունը, ինձանից ոչ մի սրություն չի լինելու։ Ես բադիկ պիտի դամ ոստիկանին, պիտի բարևեմ քաղաքապետին, պիտի պահանջեմ Մարզբեդի հրաժարականը, ով ժողովրդին հեքնեց, եւ պիտի ասեմ բարոն Սարգսյան, ունեց հետաքից, բայց Հայաստանը լուծման գարիք ունի, դվեք այդ լուծումը, վաղը ես հրապարակում կխոսեմ, եւ ապրիլի 9 այդ ջրբաժանն է, մի թույլ դվեք, որ Հայաստանը ունենա հերթական ոչ լեգիտիմ, ոչ իրավագարկ, ոչ ընդրված նախագահ, մենք ունենք լիքը հարցեր, Արցախի հարց, Ջավախ, Ադրբեջանին ուզում է լող դալ Սևանա լճում, թող մեզ չվախեցնեն ազատ։ Այս ժողովուրդը պահել, որ լող չեն ձեր։ Այո։ Ոչ են մնացած փոչակները։ Այս ժողովուրդը պահել։ Այո, եւ դրա այո, դրա համար ես մի գորակ ինձ։ Չէ, բայց ասում եք դուք, ես միկրոֆոն չունեմ, դրա համար եմ խոսում։ Ես հենց դրա համար բարոն քաղաքապետ։ Ձեր հետեիկացները ձեզ սխալ ճանապարհի վրա են տանում, իրանք ինչ ճանաչում են։ Երբ որ ակման էին գալ, ես ախտարացակում էի։ Մի խոսք եւս հետո իրար հրաժեշտ կտանք, որտեղ այս սրությունը ես չեմ բերել, ուրիշները բերել են, եւ հայ ժողովուրդը, բարոն քաղաքապետ, սխալ ճանապարհի վրա չի։ Հայ ժողովուրդը իրեն քթել է եւ փետրվար 18-ին դվել է նոր Հայաստանի։ Ճիշտ է, ընտրել է Սերժյանի նախագահ։ Դուք համակերպեք այդ մեջ, կգացեք իրեն աշխատ։ Դուք էլ կարող եք այդ հեքիաթի մեջ ապրել, բայց հեքիաթը դա իրականություն է, եթե դուք այդպես ընդրվեցիք, ուրեմն դուք էլ ոչ մի։ Ուրեմն ինձ ժողովուրդ ընտրել գիտեմ ոնց է։ Չէ, ես եթերով եթե ասեմ կանգնած եմ խոսում ես, տեսեք։ Ես դրանա չեմ թաքցնում։ Ես դուք եք խանգարում։ Ներողություն, դու ես խանգարում։ Ես ավարտում։ Ես մարդուն եք դուրմացան մեջ եք գցում։ Եթե, բարոն քաղաքապետ, ես չեմ կասկածում ձեր ընդրության վրա, բայց եթե դուք ասում եք, որ Սարգսյանը ընդրվեց, եթե դուք այդպես ընդրվեցիք, ուրեմն գեղձ ընդրություն։ Ուրեմն ես է Սարգսյանը ճիշտ ենք ընդրվել։ Ուրեմն դուք էլ խեղում եք ժողովրդի ձայնը։ Երևի չէ։ Ուրեմն սիրելի հայրենակիցներ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, շնորհակալ եմ կրկին անգամ, որ քաղաքապետը ունեցավ այդ քաղաքացիական գիտակցությունը, տղամարդությունը ներկայանալ, որ եզակի է, չփախավ։ Ուրիշ քաղաքներ նույն Վարդենից կամ Մարդունե չէ, մի րոպե։ Ինքը պաշտպանի կարիք չունի։ Պաշտպանի կարիք չկա։ Մարդիկ որ թիգունքով էին անում, բարև չեն կարող ասել։ Քաղաքապետը եկավ ասաց եւ շնորհակալություն։ Անգերց շնորհակալություն։ Ուրեմն, այսպես ենք ասում։ Եթե ես որևէ սխալ բան ասացի կամ արեցի, ես ներողություն եմ խնդրում։ 1. Երկրորդը, ով սատրիչ պրովոկատոր ուղարկի ժողովրդի ճանապարհի առաջ, թող ինձ խփի եւ ուրիշ ոչ մեկին։ Երրորդ, բոլորս գիտենք զորամասերից մինչև քաղաքներ եւ գյուղեր ինչ ռեսուրս օգտագործվեց ամսի 18-ին, հասունացած մարդիկ ենք, հեքիաթներով չխոսենք, բոլորս լավ գիտենք ինչ է, բայց ով ինձ հետ քայլում է փողոցում, շուգայում, համասարանում, թատրոն, համերգ, հիվանդանոց, որբանոց, բոլորը կիմանան, որ փետրվար 18-ին հայ ժողովուրդը որոշեց նոր Հայաստանը։ Ես ասում եմ, ես մինչև վերջ կպաշտպանեմ նոր Հայաստանի այդ ընտրությունը, միաժամանակ գիտակցելով այս պահի երկունքի ցավը բոլորի համար, պատրաստ եմ մինչև վաղը ժամը 5-ը լսել բարոն Սարգսյանի առաջարկը, բայց մինչև ապրիլի 9 խաղաղ, սահմանադրական այս հարցը համազգային այս հաղթանակը պետք է իր լուծումը գտնի։ Եվ վերջում, թող ոչ մեկը թիվ խփելու մասին չխոսի։ Ես ոչ մեկը չի խփում, Ռաֆի ջան։ Որ ճամբարակում
Ջամբարակ Արցվաշենի դիմաց, որ մենք գործեցինք մեր մեղքով, ոչ միայն Թուրքի պահով, մեր մեղքով գործեցինք Արցվաշենը, էլ ոչ մի թիզ հող բիլի չգործնենք։ Ես գնացի այնտեղ, համբուրեցի զինվորների, գեներալների ձեռքը, շնորհակալություն, բարի ծառայություն ասացի։ Եվ իրենք այդ զինվորներին փետրվար 18-ին դարան 95% խփելու համար։ Եթե ինձ համար խփեին 95%, ես գեդինը կմտնեի։ Ես ինձ ամոթանք կտայի։ Եվ վերջում, մենք բոլորս գիտենք, որ մեր քաղաքների գյուղերի զգալի մասը խոբանում է, դուրս դրսում է։ Ինչպես է, որ մեր բնակարանների կեսը փակված է, լույս չկա, ջրանք չկա, կեսը Ռուսաստան է, թե Ամերիկա է, չգիտեմ որտեղ, բայց որոշ տեղեր կան, որ 70-80% եկան մասնակցեցին այդ բացականները։ Դուք դրամապան եք, ինձանից ավելի լավ։ Դրա համար, շնորհակալություն այս առիթի համար, մեծ ուժ կա, մեծ էներգիա է, Հայաստանը երկուքի մեջ է, այդ ցավը պիտի լինի, այդ ցավը պիտի ապրենք, բայց այլևս Ռաֆի, Սերժի պայքար չէ, Ժառանգություն հանրապետական, բոլորս միասին նույն պայքարի մեջ ենք։ Ես ասում եմ, սա անենք համագործակցաբար, ժողովրդի իրավունքը հարգելով հանդերձ, ասում եմ ոչ մի գաթիլ արյուն, իմ կյանքի գնով ոչ մի գաթիլ արյուն, եւ եթե լինի արյուն, դա լինելու է թիմացի մայթից։ Եվ ես պահանջում եմ հիմա Սերժ Սարգսյանից, իրավաբան մարմիններից, որոնք մեր հպարտությունն են, թույլ չտալ, որ նման պրովոկացիաներ, որ այսօր մենք տեսանք, շարունակվեն եւ խորանան, որտեւ դա դառնալու է մեր հերթական Երրորդ ուժն է պրովոկատորը։ Ներողություն։ Դրա համար ես շնորհակալ եմ քաղաքապետին, շնորհակալ եմ ձեզ, գեցե Սևանը, գեցե Գեղամաձովը եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։ Դեպի հաղթանակ, շնորհակալ եմ։ Պարոն քաղաքապետ, կարող ենք հաղթալ, պարոն քաղաքապետ, կարող ենք հաղթալ։ Նստեք Հարաբեցան Լահակայի հետ, զրուցեք, և կանեք Հարաբեցան Լահակայի կողքին ընտրված, շարունակենք ես Իմ առաջարկությունն ես պիտի պատասխանեմ ձեր առաջարկին, բիդև դուք դա անում եք, ես գիտեմ ուզում եք դա մասնավոր զրույցնի, բայց հրապարակային վիճակում է, դուք կրկնեցիք ձեր նախաբան խոսքը, որի հետ ես համաձայն չեմ, բայց քանի որ ասանք այստեղ, կրկին անգամ շնորհակալություն ձեր ներկայացուցիչներին, ազգային համաձայնությունը, միասնական ազգը հնարավոր է միայն իրավական, սահմանադրական ընտրությունների միջոցով։ Ես եւ հայ ժողովրդի մեծ մասը ունենք այն տեսակետը, այդպես ասեմ, եւ ունենք ապացույցները եւ փաստերը ցույց տալու համար, որ հերթական անգամ խեղվեցին ընտրությունները, գողացվեցին։ Եվ չի կարելի հիմա հրեդորապանության համար ասել, որ ընդրված նախագահ ներկա դրությամբ, եթե ընդրված նախագահ կա, դա բարոն Սարգսյանը չէ, բայց ես ունեմ այնքան համեստություն չասելու համար հաջորդ նախադասություն։ Ասում եմ, որ ժողովրդի մեծ մասի կարծիքը այն է, որ մեկ ուրիշն է ընդրված նախագահ, բայց ես պատրաստ եմ հիմա լուծում գտնել, եւ եթե բարոն Սարգսյանը ուզում է հանգուցալուծել այս վիճակը, ազգային համաձայնության իրական հնարավորություն դա, ես պատրաստ եմ ընդունել նոր ընտրությունների կամ երկրորդ տուրի հնարավորությունը։ Առաջարկությունները ձերն է, Սևան ընտրելա Սերժ Սարգսյանին, Հանրապետություն 55%-ով ընտրելա Սերժ Սարգսյանին։ Հիմա այդ մեր խնդիրն է, հասկանալ ենք։ Անազատը ձեր խնդիրն է։ Ոչ։ Մի կերպ տարավեք դուք եք, պետք է չի որ ճանաչեք։ Չէ, մի սպառնակ։ Հա, սևացի է, պետք չի դուք իմանաք ով եմ ես, գիտեմ որ դուք կեղծել եք, ընտրությունները Ռաֆի Հովհաննիսյանի կանները միակ եք Դու կարող ես Սևանի 70%-ով բայց կեղծել եք, ես գիտեմ թե ես տեսել եմ ով եք կեղծել, որտեղ գիտեի որ Սերժ
դուք պետք է կանգնեք ու անեք։ Ինչ անեք։ Ինչ, որ դուք հարցնում եք, Ժառանգության հանձնաժողովի անդամ է հելել ձեր կուսակցությունից հաջողված է դարձում։ Չգասկածեք, ինչ է հասկանաս ազգագիստերի 75-ը ոչ է առաջին կեղբարանը դուք եք ուրեն ճերտել։ դուք եք եղել, դուք Ես եմ կերտել։ Դուք եք, այս ճիշտը։ Իրանց մարդիկներն են ժառանգությունից ռան մանչ չի ելնա։ Սեր Սարգսյանն են կրտել է, անունի կնչի մարդ չի Այ մարդ լավ, և այն իստպետի մեզիկի շատեր Սեր Սարգսյանն Ես գնում են կրտվին ով ան, հարցումներ ով ան ժառանգություն, մանչ չկա։ Ես դուք պայեք տրամադրություն լակում։ Մամեր աշխատասն է։ Բա, քաղաքապետի կողքը կանգնած մեկի մյուսին թիկունք են։ Ելի քաղաքապետի տակը մտավ։ Մի հրղա, միություն հաղպատում է, մեկին սենց հանում, սենց բան արեց,